Առավոտվա 11-ից մինչև ժամը 5-ը փողոցում արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց խուսափեք, ուլտրամանուշակագույնը բշտիկ, այտուց, քոր ու անգամ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման պատճառ կարող է դառնալ։ Որպես այդպիսին ռիսկի խմբեր մենք առանձնացնում ենք երեխաներին եւ մեծահասակներին, հաշվի առնելով երեխաների եւ մեծահասակների օրգանիզմի առանձնահատկությունները, երեխաներ, մեծահասակներ եւ վերջիններիս ընդհանրապես խորհուրդ չի տրվում գտնվել արևի ուղիղ ճառագայթների ազդեցության ներքո։ Այս քարտեզը հիդրոթերապևտաբանության կենտրոնում են մշակում, ամեն օր թարմացնում, թվերը ցույց են տալիս, թե ուլտրամանուշակագույն ճառագայթը մեր երկրի որ հատվածում որքան է, մինչև 4 ինդեքսը լավ է, խնդիր չկա, 10-ից բարձրը մտահոգիչ է։ Նախորդ տարի մայրաքաղաքում ու Արմավիրում ցուցանիշը մինչև 7-ի է հասել։ Անհանգստացել էին մասնագետները, այս տարի առայժմ միայն ամռան մեկնարկի օրը, հունիսի 1-ին ենք բարձր ցուցանիշ ունեցել։ Հունիս ամսին ընդհանուր առմամբ ասում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսները ավելի բարձր են լինում, ելնելով արեգակի բարձր դիրքից, քանի որ անմիջապես արեգակի ճառագայթները ուղիղ ազդեցություն են ունենում երկրի մակերևույթին։ Այդ դեպքում հուլիս-օգոստոսին հանգիստ շունչ քաշել, մասնագետները նշում են, ոչ, այդ ամիսներն էլ են ռիսկային, բայց թե ինչ արդյունք կունենանք դժվար է կանխատեսել կլիմայական կատաղի փոփոխությունների այս օրերում, իսկ եթե այնուամենայնիվ օրվա ամենավտանգավոր ժամերին դրսում ուղիղ արևի տակ չլինելու տարբերակ չունեք, գոնե կանխարգելեք, թույլ մի տվեք ճառագայթները ձեզ հասնեն, որքան որ այն հնարավոր լինի։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում առաջարկվում են մասնավորապես լայնեզր գլխարկներ, բաց գույնի հագուստ, ընդհուպ որոշակի քսուկներ մաշկը ծածկելու համար։ Առաջարկվում է նաև օգտագործել հեղուկներ, մասնավորապես ջուր, հաշվի առնելով, որ մեր օրգանիզմի լիարժեք կենսագործունեության համար բարձր ջերմաստիճանի ժամանակ անհրաժեշտ են որոշակի հեղուկների ավելացում։ Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ովքեր ունեն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հետ կապված քրոնիկ հիվանդություններ, անպայման խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ եւ հնարավորինս անցկացնեն պարկած վիճակում օրվա շոգ ժամերը։ Այս պաստառները մեր երկրի բոլոր մանկապարտեզներում, այս սպիտակներն էլ մանկական հագուստների վրա առաջիկայում կտեսնեն ծնողները։ Տեղեկություն է արևից երեխաներին պաշտպանելու մասին, հատուկ QR կոդն էլ սկանավորելով քարտեզը կբացվի, ուլտրամանուշակագույնի տվյալ պահի ինդեքսը կտեսնեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։